Բարև, մեր օրգանիզմը կարող է ներսից դանդաղ այրվել։ Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, ուլտրավերամշակված սննդի չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել քրոնիկ բորբոքում, աննկատ կերպով վնասելով առողջությանը։ Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 9000 հասուն ամերիկացի։ Նրանցից յուրաքանչյուրի մոտ չափել են այսպես կոչված գերզգայուն C-ռեակտիվ սպիտակուցի կամ HSCRP մակարդակը։ Այս սպիտակուցն արտադրում է լյարդը ու դրա մակարդակը ցույց է տալիս թաքնված բորբոքային պրոցեսները։ Եթե սովորական CRP-ի մակարդակը կտրուկ աճում է վարակի ժամանակ, ապա HSCRP-ն մատնանշում է լուռ, սակայն մշտական բորբոքումը։ Բժիշկները այսպիսի պրոցեսն օրգանիզմում անվանում են մարմանդ կրակ։ Հետազոտության արդյունքները տագնապալի են։ Ամերիկացիները միջինում իրենց կալորիաների 1/3-ը ստանում են ուլտրավերամշակված մթերքներից, սակայն կան մարդիկ, ում մոտ նման սննդամթերքի չափաբաժինը հասնում է սննդակարգի գրեթե 80%-ին, ու հենց այս մարդկանց մոտ բորբոքային մարկերների մակարդակը զգալիորեն ավելի բարձր է։ Անգամ չափավոր սպառողները, այսինքն նրանք, ովքեր էներգիայի 40-50%-ը ստանում են պատրաստի նախաճաշերից, գազավորված քաղցր ըմպելիքներից ու չիփսերից, նույնպես զգալի ռիսկայնության գոտում են։ Հատկապես խոցելի են 50-ից 59 տարեկան մարդիկ ու ծխողները։ Նրանց համար քրոնիկ բորբոքումը վերածվում է գրեթե անխուսափելի ուղեկցի, սակայն ռիսկի ամենադրամատիկ աճը նկատվում է ճարպակալման մարդկանց մոտ։ Ավելորդ քաշն ուժեղացնում է բորբոքային պրոցեսները, իսկ բորբոքումն իր հերթին նպաստում է քաշ հավաքելուն։ Ստացվում է փակ շրջան, որից դժվար է դուրս պրծնել։ Գիտնականները զգուշացնում են, խոսքը ոչ թե ժամանակավոր հիվանդության, այլ երկարաժամկետ հետևանքների մասին է։ Մշտական բորբոքումը մեծացնում է շաքարային դիաբետի, սիրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը։ Ու թեև կոնկրետ թվերը տարբեր հետազոտություններում տարբեր են, ընդհանուր տենդենսն ակնհայտ է, որքան շատ է սննդակարգում ուլտրավերամշակված սնունդն, այնքան մեծ է լուրջ հիվանդությունների ռիսկը։ Հետազոտության հեղինակները զուգահեռներ են անցկացնում ծխելու դեմ պայքարի պատմության հետ։ Տասնամյակներ շարունակ ծխախոտի հասցրած վնասն ակնհայտ էր, սակայն մասշտաբային միջոցները ձեռնարկվում էին ուշացումով, այսօր իրավիճակը կարող է կրկնվել։ Սննդամթերքի խոշոր արտադրողներն ունեն ահռելի ազդեցություն եւ դիմադրում են ցանկացած սահմանափակման։ Դրա հետ մեկտեղ ինքը սննդամթերքը ստեղծվում է այնպիսին, որ մարդն ուտի ավելի շատ, քան անհրաժեշտ է։ Դրանք պակաս սննդարար են, վատ են հագեցնում, սակայն խիստ գրավիչ են մեր համային ռեցեպտորների համար։ Այսպիսով ուլտրավերամշակված սնունդը զուտ սննդակարգի հարց չէ, դա հանրային առողջության հետ կապված գլոբալ խնդիր է։ Գիտնականները զգուշացնում են, որքան շուտ հասարակությունը գիտակցի վտանգը ու փոխի սննդային սովորությունները, այդքան ավելի արագ կլինի հանգցնել մարմանդ կրակը, որը ներսից աննկատ այրում է միլիոնավոր մարդկանց։ Perseverance մարսագնացը կրկին զարմացրել է գիտնականներին։ Ջեզերո խառնարանում, որում միլիարդավոր տարիներ առաջ հնագույն լճի ջրերն էին, սարքը հայտնաբերել է անսովոր ապարներ, որոնք կարող են կրել հնարավոր մարսյան կյանքի հետքերը։ Խառնարանի արևմտյան կողմի հատվածներից մեկը ստացել է Ներետվա հարթավայր պոետիկ անվանումը։ Հենց այստեղ էր Perseverance-ը ուսումնասիրում Cheyava Falls անունով ժայռը։ Առաջին հայացքից դա սովորական քարի կտոր է, սակայն մարսագնացի մանրադիտակները բացահայտել են մի ամբողջ պատմություն։ Այսպես, մանրահատիկ կավի մեջ հայտնաբերվել են տարօրինակ ստրուկտուրաներ։ Առաջին տիպի ստրուկտուրաները գիտնականներն անվանել են կակաչի սերմեր, որովհետև դրանք իրենցից ներկայացնում են երկաթով ու ֆոսֆորով հարուստ փոքր մուգ կետիկներ։ Երկրորդ ստրուկտուրաները ստացել են հովազի բծեր անվանումը։ Սրանք ավելի խոշոր ու կոնտրաստային շերտերով կլորավուն գոյացություններ են։ Քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ հայտնաբերվածը բոլորովին էլ պատահական ստրուկտուրաներ չեն։ Դրանց ներսում միներալներ են՝ վիվանիտ ու գրեյգիտ։ Երկրի վրա այդ միներալները հաճախ հայտնվում են այնտեղ, որտեղ ապրում են թթվածնի փոխարեն երկաթով կամ սուլֆատներով շնչող մանրեները։ Հենց այսպիսի հետքերն են սովորաբար համարվում հնագույն միկրոբային կյանքի կողմնակի պրոդուկտ։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Մարսագնացի ձեռքին ամրացված Շերլոկ սարքը հայտնաբերել է օրգանական մոլեկուլներ։ Դրանց սպեկտրալ պատկերները ցույց են տալիս, որ հնագույն անցյալում ապարների մեջ տեղի են ունեցել թթվայնացման ու վերականգնման բարդ քիմիական ռեակցիաներ, որոնք հատուկ են կենսաբանական պրոցեսների համար։ Սակայն այստեղ սկսվում է գիտական դրաման։ Գտածոյի կենսաբանական ծագումը հնարավոր բացատրություններից միայն մեկն է ու պետք չի դրա մասին մոռանալ։ Սա բացարձակ չի նշանակում, որ Մարսի վրա կյանքի գոյության հետքեր են հայտնաբերվել։ Ի վերջո օրգանիկ նյութերը դեռ չեն նշանակում կյանք։ Մարսի վրա դրանք կարող էին սինթեզվել հրաբխային գազերից կամ հայտնվել մետեորիտների հետ միասին։ Որոշ ռեակցիաներ կարող են վերարտադրել նույն միներալներն առանց մանրէների մասնակցության, սակայն դրա համար սովորաբար պահանջվում է 150 աստիճանից բարձր ջերմաստիճան։
աստիճան, իսկ ուսումնասիրված ֆորմացիան նման տաքացման հետքեր չի կրում, այնպես որ հարցն առայժմ բաց է մնում։ Perseverance-ը գտածոյի տարածքից հավաքել է 25 նմուշ, որոնք անորոշ ապագայում պետք է հասցվեն երկիր։ Այստեղ ժամանակակից լաբորատորիաներում հնարավոր կլինի ճշգրիտ հասկանալ, արդյոք դրանք միկրոբային շնչառության արդյունք են, թե էկզոտիկ ոչ օրգանական քիմիա։ Ցավոք նմուշները երկիր հասցնելու նախագիծը բախվում է բարդությունների։ Բյուջետային սահմանափակումներն ու ինժեներական բարդությունը արգելակում են առաքելությունը։ Այդ պատճառով նմուշներն առայժմ պահվում են կարմիր մոլորակի մակերևույթին տիտանի տարաների մեջ, իսկ գիտնականները ստիպված են բավարարվել հիպոթեզներով։ Այդուհանդերձ Ջեզերո խառնարանում հայտնաբերվածը կարևորագույն քայլ է։ Այն ցույց է տալիս, որ Մարսի ընդերքում իրոք կան վայրեր, որտեղ կարող են լինել կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ, ու հնարավոր է հենց այստեղ միլիարդավոր տարիներ առաջ ապրել են կարմիր մոլորակի միկրոսկոպիկ բնակիչները, որոնք էլ մեզ են թողել իրենց շնչառության հետքերը։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ գիրքը Հերբերտ Ուելսի Աշխարհների պատերազմն է։ Սա այլմոլորակային ներխուժման մասին առաջին վեպերից մեկն է։ Գրքում մարսեցիները վայրեջք են կատարում Անգլիայում ու սկսում ոչնչացնել մարդկանց ջերմային ճառագայթներով ու եռոտն մարտական մեքենաներով։ Վեպի գլխավոր գաղափարն է ցույց տալ, թե ինչպես է սեփական ամենակարողության զգացումով ապրող քաղաքակրթությունը լրիվ անօգնական դառնում արտաքին վտանգի առջև։ Ուելսը գիրքը գրել է 19-րդ դարի վերջին, երբ բրիտանական կայսրությունը գաղութներ ուներ ամբողջ աշխարհով մեկ։ Այն ստիպում է մտածել, իսկ ինչ եթե մի օր էլ մեզ զավթեն նույն հեշտությամբ, ինչպես մենք էինք զավթում ուրիշներին։ Իրոնիան նրանում է, որ մարսեցիներին ի վերջո հաղթում են ոչ թե բանակն ու տեխնիկան, այլ երկրի մանրեները, որոնց դեմ իմունիտետ զավթիչները չունեն։ Աշխարհների պատերազմը դասական գիտաֆանտաստիկ վեպ է, որը մինչև հիմա հուշում է մարդկային քաղաքակրթության փխրունության մասին։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։